Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Մինասյան, եթե իմպիչմենտի գործընթացը ԱԺ-ում չհաջողվի, ո՞րն է ձեր հետագա քայլերը։ Նախ տեսեք, տարբերակ ենք իրարից, հայտարարությունը իմպիչմենտի գործընթացի մասին չէ, ոչ էլ իմպիչմենտի դրա մասին նաև Հայկ Մամեջանյանը ասեց, սա մի հայտարարություն է, որով արձանագրվում է կառավարության ձախողումները, ազգային ճգնաժամի առկայությունը եւ նաեւ անհրաժեշտ գործողությունները, որի մեջ կենտրոնական տեղում գործող իշխանության պաշտոնազրկումն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Եվ հետաբար այդ տեսակետից այս փաստաթուղթը իրավաքաղաքական հիմնավորվածության առումով մենք մեր խմբակցությունը ամբողջությամբ կիսել է, ընդունում է եւ այլն։ Ինչ վերաբերում է անվստահության հայտնելու գործընթացին, դուք հիշում եք, որ տևական ժամանակ մեր գործընկերները հրապարակային հայտարարում էին, որ կա անհրաժեշտ աշխատանք է տարվել եւ կա նաեւ ԿՊԵ-ականներ, որոնք կմիանան եւ անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանական դիմությունը միասնական հանդես գա։ Մենք 3 ամիս առաջ էլ էինք ասել, հիմա էլ ենք ասում, որ այդ ստորագրությունները կային եւ լսումների ժամանակ նաեւ փոխանցվեց պատիվ ունեմին, ավելին հիմա պատիվ ունեմը նաեւ միասնական մի նոր ստորագրությունների թուղթ է բերել, որտեղ տեղափոխվում են մեր ստորագրությունները նաև այս փաստաթղթի վրա, այս փաթեթի վրա, այսպես ասած, եւ ակնկալում ենք, որ մեր գործընկերները հնարավորինս շուտ այդ գործընթացի մեկնարկ կտան։ Բայց այնուամենայնիվ, եթե զուտ նայենք սահմանադրության մակարդակով, անվստահության հայտնելու գործընթացը միակ ճանապարհը չէ։ Կան բազմաթիվ ճանապարհներ, որոնք այս տարիների ընթացքում անկեղծ ասած մեր կողմից փորձարվել են։ Այդ թվում նաև բոլոր այն շարժումների ժամանակ, դիմադրության շարժում, սրբազան շարժում 2023 թվականի սեպտեմբեր 19-ի ադրբեջանական հարձակման ժամանակ ձևավորված պահանջներին համապատասխան 24 թվականին արդեն այստեղ, երբ որ հանդես էին գալիս ուղերձի տեսքով եւ հրավիրել էինք արտահերտ ու ԿՊ-ն փաստորեն հրաժարվեց, տապալեց այդ նիստը իր մեծամասնության պատճառով եւ այլն։ Մինչդեռ կան նաեւ հանրային ճնշման միջոցով այլ կառույցներին ստիպել ասած տվյալ դեպքում օրենքով նախատեսված կարգով հանրային պահանջը ի կատարածելու տեսակետից, որպեսզի այս մարմինները գործողություններ ձեռնարկեն։ Թե խոսքը գնում է գլխավոր դատախազի մասին, թե կառավարության անդամների մասին, որոնք լիազորված են օրենքով, նաև օրինակ Նիկոլ Փաշինյանի անգործությունը կամ անկարողությունը փաստելու եւ նրա լիազորությունները կասեցնելու, իսկ այնուհետեւ դադարեցնելու միջոցով քրեական գործ հարուցելու առերևույթ բազմաթիվ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար եւ այսպես շարունակ։ Ավարտված նրանով, որ ի վերջո եթե կա այդ համոզումը նաեւ իրենց ներսում, իրենք նախաձեռնեն այդ փոփոխությունը, պաշտոնան կանեն Նիկոլ Փաշինյանին։ Բայց այն ամենայնիվ այս բոլորը ենթադրում են հանրային այնպիսի լայն ներգրավվածություն, որը, այսպես ասած, գործող իշխանություններին կմղի, որպեսզի իրենք կատարեն այդ քայլերը։ Բայց մենք տեսնում ենք, որ մի կողմից բռնաճնշումները ժողովրդի վրա սաստկանում է օրեցօր, երբ որ Նիկոլ Փաշինյանը ամբիոնից հայտարարում է, թե թող գան դուրս գան ու հեղափոխություն անեն, բայց մյուս կողմից նույնիսկ անգամ թեթև քաղաքացիական ազանդությունը վերածվում է բռնաճնշումների, ոստիկանական եւ այլ կառույցների կողմից։ Ավարտված նրանով, որ ապօրինի քրեական վարույթներ են նախաձեռնում, որևէ անձ, որ ընդդիմադիր հայացքներ ունի կամ չի կիսում այս կառավարության տեսակետը, միանգամից նրա նկատմամբ սկսվում է իրավական փաթեթավորման, քրեական հետապնդման գործողություններ, ավարտված նրանով, որ ի վերջո իշքան էլ խոսեն, բայց կա նաեւ ընդդիմության նկատմամբ եւ ժողովրդի ընդվզող հատվածի նկատմամբ պետական ահաբեկչության առերևույթ դրսևորման դեպքեր, երբ որ
հրապարակային հնչեցվում է թե բռնություն գործադրելու հնարավորության մասին, թե ԿՊ-ն իր լիազորությունները չարաշահելով բերում է իր վարչության որոշումները եւ դարձնում է ազգային ժողովի որոշումները եւ այսպես շարունակ։ Պարոն Մինասյան, հասարակության կողմից խոսակցություններ են, որ ստորագրությունները հավաքեցին, հաջող քայլը ժամկետները երբ կլինի, սպասում են ընտրությունների ժամանակ ինչ-որ քայլեր կձեռնարկվեն։ Ես չեմ կարծում, որ դա ողջամիտ բացատրություն կլինի, իհարկե այդ հարցի հասցեատերը մեր գործընկերներն են, պատիվ ունեմ մի հարգարժան ընկերներ, ովքեր որ հայտարարում են եւ նաեւ այն անձինք, ովքեր ասում են, որ կան այդ անձինք, պատիվ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, ակնկալում են, որ դա արագ կլինի։ Մեր ակնկալիքը դա է, որ դա արագ պետք է արվի, թե չէ չի կարող այդ ողջամիտ ժամկետները անցնել եւ փորձ անել դա փաթեթավորված ներկայացնել ընտրությունների շրջան, որտեղ ընտրությունները իր առանձնահատկություններն ունեն, յուրաքանչյուր քաղաքական միավոր կամ դաշինք ինքն է իր արդեն վարչապետի տեխնացիով հանդես գալու եւ այստեղ մտածել, որ այս նույն ձևաչափ պետք է աշխատին դե առնվազն քաղաքական տեսակետից ոչ ճիշտ լուծում է, չասեմ սխալ։ Իսկ քաղաքական ճնշումները, հանրահավաքներ եւ այլն, դա երբ կլինի, երբ կիրագործվի։ Ամեն պահի էլ դա հնարավոր է, այնպես չի, որ դա չի նախատեսում կամ չի մտածում այդ մասին։ Խոսքը այլ բանի մասին է, որ որքանով են այդ հանրահավաքները բերում լուծման։ Եթե այո, իսկապես այնպիսի իրավիճակ առաջանա, որ հանրության 100 հազարավոր մարդիկ դուրս կան փողոց եւ պահանջեն, այո, դա կլինի այն ահռելի գործողությունը, որը որ այլևս չի կարող այս իշխանությունը որևէ ձևով նույնիսկ բռնաճնշումների միջոցով կասեցնել։ Բայց հիմա տեսեք, այս մարդկանց իշխանությունների բառախաղը եւ հնարքն ինչու՞մ է։ Իրանք ասում են, եթե մարդը դժգոհ է մեզնից, ապա պետք է գա փողոց եւ պահանջի, որ մենք հեռանանք։ Իսկ ծայրահեղ դեպքում նաեւ այլ գործողություններ անի, հա։ Այս մարդիկ չեն հասկանում, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը լինելով դժգոհ այս վարկագծի իշխանությունների, այնուամենայնիվ իր վերաբերմունքն արտահայտելու է։ Արտահայտելու է եւ պարտադիր չէ, որ այդ արտահայտությունը լինի փողոցում միայն։ Այդ արտահայտությունը կարող է նույնիսկ քվեախոցումը լինի։ Եվ այսպես շարունակ, այսինքն այս մարդկանց, այսպես ասած, ժողովրդական լեզվով ասած, արխեին ընկնելու կամ ժողովրդի կամ ընդդիմությանը մեղադրելու գործողությունների պատասխան ես կարծում եմ մեր ժողովուրդը շուտով կտա եւ կտա շատ կտրուկ եւ ճիշտ ձևով կհեռացնի այս իշխանություններին եւ կզրկի վերարտադրվելու հնարավորությունից։